Օրինակ, կարաք ասեք Լուկաշենկան ինչ ազգա։ Կարաք ասեք։ Իչքան հիշում եմ վեճնը 90-ականներից քցածը Բելարուսիայում։ Կոլխոզնիկը, անշնորհք։ Բայց ազգանը Լուկաշենկո տիպիչն ուկրաինական ազգանուն է։ Ես որ ասում եմ, там сам черт ногу сломает, ինչ ազգ էին, ինչ էին, ոչի բան չես հասկանում, ով ինչա, որ մի ազգ է այդտեղ, մի ազգ է, մի հատ մեր մոտ Գրիգոր Լուսավորիչը, ինձ մոտ կնյազ Վլադիմիրը։ Всё, երեքի մոտ է Ռուսաստաններ, Ուկրաինայիններ, Բելարուսիայիններ, պրոստը սովետական միության ժամանակվանից բոլոր, այն ժամանակ կապիտալիստական երկիր ենք ասում, հիմա պրոստը Զապադ ենք ասում։ Աչքը Սիբիրի վրայա, բոլորն էր գումար են ուզում, բոլորի աչքն է Սիբիրի վրայա։ Всё։ Հենց մեկ նայեք, Թրամփը միտոն պատերազմներ է կանգնացնում, վերջում չեք զգում գժություն անում, հա, վերջում էլ օգուտ է շահում։ Ուկրաինայից վեցրեց, ռուդնիկի, ստեղից, ընդեղից, մենակ Ուկրաինայից չէ, տարբեր տեղից վեցրեց։ Նվիրեցին զենքեր Ուկրաինային, հետո ասացին վճարի։ Այդ սաղ պատերազմը միշտ եղել է հարուստներն են սկսել, միշտ եղել է պալեզնո իսկապայմանների համար։ Մեր 15 թիվներ, որ եղավ, նայեք այդ մարդուն հետ չեմ սիրում, Տիգրան Խզմալյանի կարճ կինո կա, Արմին Վագներ, նայեք, դոկումենտալնի կրատկամետրաժնի ֆիլմ է, նայեք, ընդեղ էլ ասվում, որ 15 թիվը արեցին, էլի իրանց բանվոր ուժեր պետք նավթի համար Եվրոպա գնա։ Ձեզ թվում է Զանգելանով էր անցնում Տրուբեկը գազապրովոդ, նեֆտեպրովոդ, չգիտեմ ինչ Զանգելանով էր անցնում, Եվրոպան ուզում է թշնամի երկրների միջով անցնի, իրանց գազանավտա մուղերը, չէ։ Թշնամու երկրով չէր ուզում անցնեն, իրար որ հանգած մի բան լինի։ Միշտ էլ եղել է, հարուստներն են կռիվ սկսում, միշտ եղել է իրանց եկամուտների համար։ Հարիվացնում են ժողովրդին, աղքատ գնացեք, պատերազմեք, տարածքներ բերեք, մենք էլ վայելենք։ Բան չեմ կամել ասեմ, ժողովուրդ ջան, չեմ կարողանում ասեմ, ես հանգիստ կլինեմ իմ երկրի համար, եթե տեսնեմ ոչ թե Փաշինյանը գնաց Իսրայելից բան առավ, զենք առավ, որ ռուսերին դեմ դուս գա, որ ռուս քեզից չեմ ուզում, քեզից հեռու անում եմ, չեմ ուզում։ Ես ուզում եմ, օրինակ մինչև 20 թվականի պատերազմը ես դա անում էի։ 20 թվականին պատերազմը որ սկսեց, այդ կայքը փակվեց։ Մտնում էի պաշտպանության նախարարության ադրբեջանցի կայքը, նայում էի, ինձ զենք ունեն, ինձ զինամթերք ունեն։ Այ ուզում եմ հիմա բացեն, նայեն, ինձ զենք ունի Ադրբեջանը, ինձ զենք չունի Ադրբեջանը, հական ավելի էժան է։ Օդը փակեն, այդ իրանց զենքի հական գնեն։ Պաշտպանիչ այդ զենքից պաշտպանիչ գնեն, պաշտպանվող զենքը գնեն։ Հետո գնեն եւ нападающий զենք։ Самая хорошая защита это нападение։ Այ որ լկստվում է այտենց Ադրբեջանը, որովհետև մենք միշտ պաշտպանվում էինք։ Ոչ մի անգամ բան չի, նապադակ չէինք անում։ Լկստվեցին իրանք դրանից, վա։ Դա եմ ասում, ես նորմալ երկրները, բոլոր երկրներ համարյա թե իրանց հարևաններ չունեն։ Համարյա թե բոլորը։ 1000-ից մեկը կարող է հա ունի։ Բոլորներ նայում են, ինչ հարավ, ինչ չհարավ, զինվում են։ Ասենք, չգիտեմ, ես իմ ինչի պաշտպանելու համար ինչի եմ արում, եթե մարդը այդ զենքը չունի, ես իմ ինչ զենք ունի։ Դրա
оборонительный նա պետք։ 7-րդ սերնդի զենք կա, բայց Ադրբեջանը չունի։ Հիմա 5-րդը ունի, այդ 5-րդի оборонительный պետք է առնես։ Հետո 7-րդը առն նապадения համար։ Իսկ оборонительный պաշտպանիչը ավելի ավելի намного էժան է։ Որ տենց աշխատեն։ Ես գող կլինեմ, կասեմ գործ չունեմ, տղամարդկանց գործնայի ղեկավարների գործնային գործնա գլուխս ցավացնեմ։ Բայց եթե դեմ տես չեն անում։ Մենք Ռուսաստանից Ալիևը դուր չի եկել, Ռուսաստանից պոկում է ինձ, դու ասում ես գործոն չես, մի գնա քո երկիդ մի ներկայացրու, այս ռեգիոնը ես եմ ներկայացնում, ու դու էլ որ Կազախստանից հաց բեր, բանից Իսրայելից զենք առ։ Իրանք իմ հետ լավ են։ Մեր թորանն է սարքում։ Это։ Իսկ Իսրայելը ինչ արեց, տեսակ։ Միրնի ժիտելն է ոնց էր մորթում սպանում։ Էդ մենակ իրան հանդեպ չի կարելի գենոցիդ անել, ինքը կարա գենոցիդ անի, ինքը գենոցիդ չէր անում։ Ինքը իրանք ունի գենոցիդ անի, իրան իրանք չունեն գենոցիդ անել։ Բարին, դες հետ։